Պարոն Համբարձումյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս տարբերակով 1-2 հարցի հետ կապված ձեր մեկնաբանությունը տալ եւ այսպես այս հարցի հետ կապված կուզեմ լսենք ձեր խոսքը։ Խայտառակ համեմատությունը հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը արեց, նույն հարթության մեջ դնելով Լեռնային Ղարաբաղը եւ Արևմտյան Ադրբեջան մտածածին, այսպես ասենք, խոսույթը եւ նշելով, որ ինքը առաջարկ ունի Ալիևին, իրենք իրենց խոսույթից հանում են դա Հայաստանի իշխանություններն էլ հանում են Լեռնային Ղարաբաղի հարցը, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքի հարցը։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականը։ Դա այս ամենը հայտարարվել է Համբուրգում։ Փաշինյանի երևի թե վերջին 5-6 տարիների ընթացքում արած համարյա յուրաքանչյուր հայտարարությունը խայտառակ է, բացառություն չէ նաև այս հայտարարությունը, որը մնալու է օդի մեջ, այսինքն առաջին մասով այն տեղի չի ունենա, իսկ ադրբեջանցիները երբեք չեն հրաժարվի արևմտյան Ադրբեջան խոսույթից, հարգելի Մարիամ։ Եվ ինչու է սա տեղի ունենում, որովհետև այն անձնավորությունը եւ սա այս ֆոնին կարելի է հիշատակել նաև այլ հայտարարություններ, այսօր առավոտյան Փաշինյան Նիկոլը նաև խոսել է նրա մասին, որ պետք է առաքելական եկեղեցու կանոնագիրքը փոխվի եւ այս շարքը երկար շարունակվում է։ Ինչու է այսպես տեղի ունենում, որովհետև այն անձնավորությունը, որը ընդամենը 5 տարի առաջ, որին ընդամենը 5 տարի առաջ բարի փոխաբերական իմաստով շլինքից վերցնում եւ դուրս էին հրավիրում կամ դուրս էին շպրտում առաքելական եկեղեցուց, այսօր կարողանում է արդեն խոսել նրա մասին, որ պատարագից առաջ պիտի հիմնը հնչեցվի, պատարագից հետո պիտի այլ բան հնչեցվի, վաղը մյուս օրը նա կասի, որ քահանաների հատուկ մարդ կնշանակի մարզերում, որպեսզի նրանք քահանաների կանտովկաները ստուգեն, մեկին թույլ տան, մյուսին թույլ չտան։ Այն մարդը, ով 5 տարի առաջ ուղակի գլխիկոր դուրս էր շպրտում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հայ առաքելական եկեղեցուց, այսօր այսքան աճել է եւ արդեն կարողանում է թե Համբուրգում, թե Բրյուսելում, թե Մոսկվայում խայտառակ հայտարարություններով հանդես գա, որի մի մասը իհարկե չի կատարվի, այսինքն հայերը Հայաստանի ղեկավարությունը հրաժարվի, բայց ադրբեջանցիները երբեք չեն հրաժարվի, դեպետ Հայաստանի ղեկավարությունը արդեն հրաժարվել է նա։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, թե ինչպես նաև ձեր հեռուստադիտողներին, ինչպես տեղի ունեցավ եւս մեկ անգամ 100,000-ից ավել մարդ ինչպես դարձավ գաղթական 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախում կային 100,000 մարդ, բայց այդ տարածքը 100,000 հայով ինքը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Մարիամ, սա միջազգային մասշտաբի հանցագործություն է։ Մինչ այդ ինքը հանձնարարություն էր վերցրել, որ այդ տարածքում զինված հայ տղամարդ պիտի չլինի։ Եվ սա ինքը արել է եւ նա մարսել է այս ամենը։ Իսկ ինչու պիտի վաղը մյուս օրը այլ հայտարարությամբ հանդես չգա, ավելի խայտառակ, ով պիտի բռնի իր ձեռքը։ Ոչ մեկ։ Ինստիտուցիոնալ առումով այսօր Փաշինյան Նիկոլը կամ այն համակարգը, որի ներկայացուցիչներից մեկն է Փաշինյան Նիկոլը, ինստիտուցիոնալ առումով չի հանդիպում որևէ դիմադրության։ Որևէ դիմադրություն ինքը չունի, հարգելի Մարիամ։ Դրա համար անում է այն, ինչ անում է։ Ես մի անգամ ձեր հաղորդման ժամանակ ասել էի, որ Փաշինյան Նիկոլը երբեմն իրեն դնում է ռազմական գործչի տեղ։ Հիշում եք, մինչև Դավադիր պատերազմը Փաշինյան Նիկոլը սիրում էր հագնել կամուֆլյաժ, մաներ գալիս Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ասում էր հանկարծ չշշկռվեք իմ հրամանատարական հատկությունների վրա,
բայց նա ռազմական գործիչ չէր, այլ իրականում նա սովորական մի դասալիկ է եղել։ Սովորական դասալիկ է եղել, ով բանակում էլ չի ծառայել, ով մայիս ամսին գնացել է ապրիլյանին է մասնակցել եւ այսպես շարունակ եւ այդպես հավաքել է իր շուրջ բոլորը մարդկանց տարբեր։ Երբեմն Փաշինյան Նիկոլը սիրում էր իրեն դնել իրավունքի, ընկած իրավունքների ոտնահարում ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանի տեղ էր դնում։ Եվ այդ ռազմական փորձագետի մասին, ռազմական գործի մասին որ խոսում եմ, հիմա այլևս չի հագնում ինքը կամուֆլյաժ։ Հայերը պիտի այդ մարդու կամուֆլյաժը հանեին, բայց չհանեցին հայերը։ Ով հանեց Փաշինյան Նիկոլի հագից կամուֆլյաժը? Ալիևը։ Ալիևը հանեց կամուֆլյաժը եւ հագցրեց տրիկո։ Փաշինյան Նիկոլը իրեն դնում է իրավունքի ռահվիրայի տեղ, իրավունքի պաշտպանի տեղ, բայց ինքը սովորական խուժան է, Մարիամ ջան։ Փաշինյան Նիկոլը երբեմն դնում է իրեն քրեական հեղինակության, այսպես ժողովրդական լեզվով ասած լավ տղու տեղ, բայց հիմա չասեմ ինքը ինչ է, ինքը քրեական հեղինակություն չի, դուք գիտեք ինքը ինչ է։ Մարդեր ով ասում են երբ որ գնում եք ձեր հարևանի խանութից եւ ինքը ձեզ չի տալիս ՀԴՄ, դուք պիտի նկարեք եւ ուղարկեք պետեկամուտների կոմիտե։ Փաշինյանը իրեն սկզբից դրել էր Արցախի պաշտպանի տեղ, բայց Փաշինյանը ուղղակի էլի պիտի ժամանակակից հայերենին անդրադառնամ, խուրդեց Արցախ, բայց ոչ մենակով, խուրդեց Արցախ։ Եվ քանի որ ինքը չի հանդիպում ինստիտուցիոնալ առումով որևէ դիմադրության, բնականաբար Մարիամ ջան, այս հայտարարությունները եւ այս գործողությունները